բարի երեկո բոլոր ունկնդիրներին, եթերում է Մարիի հետ հաղորդումը։ Ես Մարիա Հակոբյանյանն եմ եւ այսօրվա իմ հյուրը Մարիա Ռուշանյանն է։ Բարև Մարջան։ Բարև Մարիա ջան, շատ շնորհակալ եմ հրավերքի համար։ Ուրախ եմ։ Ես շնորհակալություն, որ ժամանակ գտար քո զբաղվածության մեջ ինձ հետ զրուցելու։ Սիրով։ Սկսենք ամենասկզբից։ Մարիան որտեղ է ծնվել, ինչ է սիրել, ինչի սիրել փոքր ժամանակ։ Ինչքան շատ հեռու է այդ փոքր ժամանակը թվում արդեն։ Որտեղ եմ ծնվել։ Ծնվել եմ Երևան քաղաքում, բժիշկների ընտանիքում, հայրս բժիշկ է եղել, մայրս նորից բժիշկ մանկաբույժ եւ մեծացել եմ Երևան քաղաքում։ Արդեն բժշկական ապագան քեզ արդեն փոքր ժամանակվանից պատրաստված էր, հայ նախատեսված էր, միշտ այնց հաճախ չէ լինում բժիշկների ընտանիք կամ вообще չեն սիրում կամ հետևում են։ Հա, ես անկեղծ ասած 3 տարեկանում հասկացա, որ ես պետքա բժիշկ դառնամ։ 3 տարեկան։ 3 տարեկանում, որտեվ քույրս, մեծ քույրս ուներ փոքր պայուսակ, որի մեջ փոքր աղջնակին բնորոշ պարագաներ էին, սանր, շրթներ եւ այլը, հայլի, ես ունեի փոքր պայուսակ, որի մեջ ստետասկոպ էր, շպրիծ էր եւ նման բժշկական պարագաներ։ Հասկացա 3 տարեկանում ինչի, որովհետեւ ընտանեկան հավաքույթի ժամանակ հայրս անկախ ինձանից, իմ կամքից անկախ, դե ես փոքր էի, շատ փոքր էի, ասում եմ 3, բայց գուցե 3.5-4 էի, չգիտեմ, մի խոսքով շատ փոքր էի, լսեցի, որ ինքը ասեց, որ շատ հպարտ լինի, եթե իր աղջիկը Մարիան շարունակի իր մասնագիտությունը։ Եվ քանի որ Իսկ ինքը ինչ մասնագետ էր։ Հայրս աշխատել է երկար տարիներ շտապօգնության շտապօգնության ոչ թե բաժանմունքում, այլ սրտային շտապ կարդիո բաժանմունքում, հետագայում 10-12-15 տարի հետո, երբ որ արդեն հոգնել էր իր հերթապահություններից, որտեղ դրանք հիմնականում գիշերային հերթապահություններ էին, եւ աշխատում էր այն ժամանակ շտապօգնության մեքենայի այդ մեծ սպիտակ կարմիր խաչով մեքենան էր, որ շատ լավ տպավորվել է մոտս, այդ մեքենան էր իր աշխատատեղը, այսպես ասած, որտեղ անընդհատ այդ կանչերի ժամանակ շտապ այդ մեքենայով էր շարժվում, ու երբեմն էլ գալիս էր ինձ մանկապարտեզից այդ մեքենայով տուն էր բերում, այսինքն իմ համար այդ կարմիր խաչը, մեքենան ու հայրս իրար հետ էին միասին։ Եվ իր ասած խոսքերը, որ ինքը շատ հպարտ կլինի, որ իր մասնագիտությունը շարունակող լինի, ու կոնկրետ ինձ էր որոշել, իմ անունը նշեց այդ ժամանակ, իմ համար դա արդեն բացահայտ էր, որ ես այլ ընտրանք չունեմ, որովհետև այդ մարդը այնպիսի մի իմ համար պերսոնաժ էր, որի խոսքը, որի ասածը ու կարծիքը նշանակություն ուներ իմ համար։ Եվ այդ խոսքերը մնացին իմ հիշողության, իմ գլխի մեջ եւ այդտեղից սկսեց իմ ճանապարհը, այսինքն ոչ թե ճանապարհը սկսեց, այլ իմ գլխի մեջ դա արդեն սկսեց զարգանալ, որ ես պետքա դառնամ պրոյեկտ դառավ։ Այո։ Եվ 3 տարեկանում ինչ շուտ հետաքրքիր որ տպավորվել է այդ տարիքում, չէ՞, քո մեջ ասենք 3 տարեկանի հիշողության մեջ, ասեն շատ ուժեղ է եղել, էլի որ տպավորվել է։ Չգիտեմ ինչն էր պատճառը, բայց այդ խոսքերը գուցե հենց այդ պերսոնաժը, հայրս եւ իր ասած այդ մեսաժը եւ իր կարեւորությունը իմ կյանքում կարծում եմ շատ մեծ էր, որ ես իր այդ ցանկությունը ընդունեմ որպես իրականություն, էվիդանս, այսինքն ակնհայտություն։ Ակնհայտ, դրանից այլ կերպ չէր կարա դա լինել, եւ դա մնաց իմ ուղեղի մեջ որպես դոմինանտ օջախ, ու ես գիտեի, որ ես պետք է այդ ճանապարհը անցնեմ ու դառնամ բժիշկ ու շարունակեմ իր մասնագիտությունը։ Այսինքն ես ինձ այլ հարցեր չէի տալիս, ես գիտեի, որ տենց պետք է լինի։ Բոլորից սկսեցիր 3 տարեկանից ենքոն բուժել, փաստորեն։ Չէ, մարդկանց չէի բուժում իհարկե։ Պաստետասկոպ, термометр։ Ման էի գալի կենդանիներին, մենք ապրում էինք 10-րդ հարկում ու մեր բալկոն ունեինք, բաց բալկոներ, որտեղ որ երբեմն թռչուններ էին ընկնում։ Ու ես այդ թռչուններին բերում էի տուն, ասենք վնասված թևերով, կոտրած թևերով, բայց որոնք դեռ ապրում էին ու իրանց իմ ձևով, մանկական ձևով փորձում էի բուժել։
Եվ փոքր կատուներ էին առաջ, եթե հիշում եք, Երևան քաղաքում շները կատուները փողոցներում ազատ ապրում էին։ Հիմա իհարկե չգիտեմ ինչպես է, բայց իմ մանկուց ժամանակում այդպես էր ու հաճախ այդ կատուներն ու շները վիրավոր էին լինում։ Ու ես իրանց էլի որ տեսնում էի դուրսը վիրավոր, էլի վերում էի տուն ու շատ ուրախ եմ, որ մայրս թողնում է, ցկն առանձնապես դրան ուշադրություն չէր դարձնում, ես կարողանում էի այդ կենդանիներին բերել տուն, հոգ տանել կենդանիների մասին։ Իհարկե լինում էին դեպքեր, որ կենդանիները ցավոք սրտի սատկում էին ու իրանց պետքա ես տանեի թաղեի, այդ արարողություններ էի անում, իհարկե, որը շատ տպավորվել է իմ մանկական հիշողությունների ցանկում տանում էի, ասենք, բակ ունեինք ընդհանուր մեր շենքի մոտ, իրանց թաղում էի, նույնիսկ խաչ էի դնում եւ երբեմն այցելում էի իրանց։ Մենք որ փոքր էինք, գուպիներ ունեինք, ձկնիկներ, այդ գուպիները տենդենս ունեին դուրս թռնելու։ Մեկ-մեկ իրանք ասենք որ առատ ուտելիքի էր տալիս, այդ վերևի բանը տենց շատ լավ չէր փակում։ Գալիս էր տեսնում ես գուպին ընկել է ներքև սատկել, հա, մեր տունը ողբ էր լինում, աղբերս լացում էր, շատ կապված էր այդ գուպիների հետ։ Այնքան էր լացում, բան մաման բռնում էր ֆոլգայից դագաղ էր սարքում, այդ գուպին դնում էին մեջը, սաղ փակով տանում էին գուպի թաղելու։ Հետո մաման ասեց, հետո մի անգամ է պապուգայիչը սատկեց, տես տարան պապուգայիչը թաղելու, մաման ասեց վերջացավ, ոչ մի կենդանի մեղք եմ ես, որտեղ մի ամբողջ ծիսակատարություն էր դառնում, հիմա քոնն է, փաստորեն դու շունիկ ֆիզիկը ցիտիկ էիր։ Հավատա Մարիա ջան, որ նման հիշողությունները ունեն նշանակություն հետագա կյանքի ավելի մեծ կյանքի, ադոլեսցոն կյանքի շրջանում թողում են իրենց հետքերը։ Ավելացնեմ քո պատմածին, որ մի անգամ շուն փոքրիկ տենց փողոցից վերեցի տուն, որը որ զարմանալիորեն վնասված չէր, հիվանդ չէր, ուղղակի փոքրիկ շունիկ էր, որը անտեր էր ու ես իրան տեսա բերեցի տուն։ Ու այդ շունիկին ես ուզեցի ինտեգրել մեր ընտանիք, փոքր էր մեր տունը այն ժամանակ, ընդամենը 2 սենյակ ունեինք, 3 երեխա էինք եւ ծնողներս։ Եվ այդ շունիկին ես խոհանոցում էի պահում։ Ու ինքը ամբողջ գիշեր լաց էր լինում, փոքր շունիկ էր, հա, իրան դժվար էր, լաց էր լինում, ու ոչ մեկ տանից բնականաբար չէին գիշերը դառնում, որ գնան այդ շունիկի կողքը նստեին։ Ես այդ աղմուկից, որպեսզի չջղայնան անի վրա, գնում էի այդ շունիկի կողքը լույսը վառում էի, ամբողջ գիշեր նստում էի, ու 6 օր այդպես, բայց ասենք փոքր աղջնակի համար, որը որ դպրոց էր գնում 7-8-9 տարեկան էր, ամբողջ գիշեր չքնելու, հետո գնալ դպրոց ու այդպես շարունակական մի քանի օր անկեղծ ասած հոգնածուցիչ էր ու հյուծվել էի շաբաթվա վերջում ու հիշում եմ որ դպրոցից եկա տուն իմ շունիկին էի ուզում պուշոկ էի դրել անունը շունիկիս ասի մամա ուր է իմ շունիկը ասեց շունիկը դել չկա ասեմ ոնց էլ չկա հա պապան տարելա տվելա ուրիշ մարդու Սուկ, լաց, կոց։ Ճիշտն ասած, էմոցիաներ այդքան այն ժամանակներում ցուցարել չկար, ամեն ինչ պետք էր ընդունել եւ համակերպել։ Ես շատ էմոցիա ցույց չտվեցի, բայց այդ դեպքերից մեկն էր, որ ունեցավ շատ մեծ նշանակություն իմ հետագա կյանքում, որ ես էլ չէի ուզում ունենամ կենդանի, որտեղ որ բաժանությունը շատ դժվար է լինելու։ Ու այսօր ես, ասենք, ինչքան երկար կյանք եմ ապրել ու առ այսօր չեմ ունեցել այլևս կենդանի զուտ այդ տրավմայից հետո, որպեսզի բաժանում եւ ցավ չլինի։ Ես կենդանիներ սիրում եմ, բայց առ այսօր է որ հարցալինում, ասենք ինչու չես կենդանի պահում։ Ես սիրում եմ, այո, բայց ես չեմ ուզում կապնվել ու հետագայում բաժանվել։ Հատկապես որ երկար տարիներ ես պահում։ Իսկ ինչ չես սիրում փոքր ժամանակ օրինակ։ Ինչ չէի սիրում, հետաքրքիր հարց, որ ինձ երբեք չեմ տվել Մարիա ջան։ Ես ինքս այդպես հարցերն եմ պատրաստել, որ մարդիկ բարձում է իրենք իրենց այդ հարցերը չեն տվել։ Չեմ տվել, որովհետև իմ ընտանիքում ճիշտն ասած ընդունված չէր այդ հարցը տալ։ Ես երկրորդ երեխան էի ու ասենք այն ժամանակ ինձ թվում է դա ինչ որտեղ մեր դաստիարակությունից էր, որ մենք սերունդ էինք, որը որ պետքա ուղղակի ենթարկվեր, այսպես ասեմ, դա մեր կուլտուրայի մեջ էր։ Ճիշտ է։ Ու եթե դու երեխա ես, դու ունես ծնողներ, քո ծնողներն են որոշում, դու ասենք ասելու շատ բան չունես, էլի։ Չէ, ճիշտ է։ Դու ունես քո ճանապարհը, դու պետքա սովորես, լավ սովորես, ասենք, չգիտեմ, այլ սովորես չէ, լավ սովորես, անպայման, այլ ընտրանք չկար։
բայց ասենք դու սիրելու հարց չկար եւ դրա համար կդժվարանամ քո հարցին պատասխանել չէ ամեն դեպքում չի եղել ինչ որ մի բան որ ես չսիրեմ ես եղել եմ երեխա որը ճիշտն ասած ադապտացվել է սիտուացիաներին ու փորձել եմ ամեն իրավիճակի մեջ իմ կարծիքը չունենալու ուղղակի ադապտացվել եմ այդ սիտուացիային Մար իսկ ո՞նց է որ հաստորեն չտարալ վիտրինա, ասենք, թե չէ՞ որ ասենք կենթանիներին էի շատ սիրում, բժշկությունն էի սիրում, թե ուղղակի այդ պապայի ասածի հիման վրա, հա, երևի։ Հա, հիմնական հորս ասացի մեսաժներ, որ քանի որ չունեի, չէի կարող բուժել մեծահասակներին այդ տարիքում, անի հնարավորինս իմ սահմաններում, իմ չափերում, մինչև որ անցար գործի։ Կարողացա, հա, մինչև անցար գործի եւ մի բան էլ նշեմ, որ ինչ էլի փոքր շատ տպավորված է որպես մանկության դրվագ հիշողություններից մեջ մայրս մանկաբույժ էր ու աշխատում էր պոլիկլինիկայում ունենում էր կանչեր այն ժամանակ տնային կանչեր էին տալի ու ինքը այդ կանչերին գնում էր ինչ էր անում ինձ շատ հաճախ իր հետ տանում էր աշխատանքի ու ես բարդությամբ այնտեղ երկու խալաթ ուներ մայրս բժշկական սպիտակ մեկը ինքն էր հագնում նստում կոնսուլտացիոներ անում կաբինետում մյուսը ես էի հագնում ու այդ խալաթը ճիշտ է պոլերին էր քսում ես փոքր երեխա էի բայց այդ չանցկով ես որ այդ խալաթով քայլում էի դու քեզ շատ կարևոր էր զգում ինձ թվում էր որ բոլորը կարծում են որ ես բժիշկ եմ այսինքն այդ միտքը իմ մոտ այնքան հիմնովին էր արդեն կեղևից մեջ արմատացած որ ես դա ցույց էի տալի ու դա հպարտություն էր իմ համար կրել խալաթը եւ երբ որ մարդիկ ճիշտն ասած շատ ժպիտով նայում էին ինձ ինչ որ գուրգուրանքով քնքշանքով փորձում էին մոտենալ խոսալ եւ փաղաքշել ես հենց շատ խիստ դեմք էի ընկնում որ ցույց տամ որ նո ես բժիշկ եմ եւ ինձ երախուտեղ մի դրեք էլի էլ է շատ տպավորվեի իմ հետ Չես այդ նկարներից քեզ այդ փոքր խալաթով ինչքան ափսոս չէ որ այն ժամանակ այդքան հաճախ չէին հեշտ չէր ասենք այսօրվա նման ասենք հեռախոսով յուրաքանչյուր պահը հիշել էլի այսինքն տպավորել այնց վերահիշել չկար այդ պահը այո բայց այդ ամենը մնացել այն հիշողություններից մեջ տպված իմ ուղեղի մեջ այդ էպիզոդները որ ես կիսվում քեզ հետ որոնք որ ճիշտն ասած կմնան մինչև վերջ եւ դամացից ինձ մոտել այդ պատկերը կմնա դու ու Մարիան բանով այդ խալաթով շատ լուրջ դեմքով միջանցքով քայլելիս որ փոքր էինք պապան Բրյուսելի ինստիտուտում հայկական երգի խոր ուներ դերաբանություններ դասավանդում բայց խոր ուներ ասած քեզ մենք էլ Բրյուսելում ենք մեծացել ոնց որ դու մամայի հետ կամ պապայի հետ ու այնտեղ որ գնում էինք իրանք գնում էին երբեմն այդ երգչախմբով գնում էին մրցույթների բաների մենք էլ հետներն էինք գնում այդ երգչախմբի պոչը մենք էինք կանգնում ու երգում էինք այդ հայկական երգերը ասած քեզ մենք էլ շատ լավ էինք զգում որ մենք այդ երգչախմբի մասն ենք բայց դա երևի շատ կարևոր է ասենք թե փոքր ժամանակում այդ տեղը որ քեզ տալիս են ու քեզ թույլ են տալիս որ դու քեզ այտենց զգաս ոչ թե ասում են թե լավ դե բալիկա կամ ես մի շատ հետաքրքիր հիշողություններ է իհարկե ապագա անդի ձևավորման հարցում ինձ թվում է այդ դրվագները կարևոր են ու ծնողի հանդեպ հարգանքը ու խոսքի կարևորությունը որը որ իմ սերնդին ինձ թվում ամեն դեպքում մեծամասնությանը բնորոշ էր այսօրվա սերնդի մասին չեմ կարող ասել որտեղ չէ դա ուրիշ պատմություն է դա ուրիշ պատմություն է բայց իմ սերնդում հատկապես իմ ընտանիքում ու իմ մոտ հատկապես այդ ծնողական հարգանքը սերը շատ ծնվել է երևի թե իմ հետ ճիշտ է ծնվել է քեզ հետ հետո դու դա ես տեսել ընտանիքում նաև մի հատ տենց մոդուս օպերանդի կար մեր ընտանիքներում ես դա տեսել եմ իմ ծնողներից իմ տատիկ պապիկներին կամ մեր ընտանիքներում ասենք թե բարեբախտաբար ես շատ ասենք տենց ջեր մեծ ընտանիքից եմ գալիս ու ասենք ես դա տեսել եմ փոքր ժամանակվանից մեր ընտանեկան ասենք բաների երեկոները ասենք կամ պապային շատ հիլախ երգում էին սախ եղբայրները ու քույրերը ասած քեզ ես երջանիկ եմ որ իմ մանկության հիշողությունները շատ հարուստ են ու զանազան ու բազմազան ու այսօրվա դրությամբ երևի դա էլ մեզ օգնում է որ որոշ դժվարություններ անցնենք, որտեղ այդ հարստությունը մենք մեզ հետ գրում ենք մինչև վերջ։ Մար ուրեմն որ դպրոց ավարտում ես, որոշում ես ընդունվել բժշկական համալսարան, երևի առանց ինչ-որ սյուրպրիզի։
Այո, ուրեմն դպրոցը ավարտելը էլի նորից հորս ներկայությունը ոչ անմիջական իր ազդեցությունը ուսման process-իս վրա եղել է հսկայական։ Այսինքն եղել են դրվագներ ուսմանս process-ի ժամանակ, երբ որ փոքր հասակում առաջի երկրորդ դասարանում, երբ որ մի անգամ որոշեց հայրս ուղղակի իմ հետ զրույց ունենալու ուսման վերաբերյալ, հասրեց օրագիրը դե մի հատ տեսնեմ։ Օրագիրս երբ որ տարա նայեց, այնտեղ հիմնականը 5 էր, հա, 5-ը մոտավորապես մեր մոտ այո 10-ը, այնտեղ մի երկու հատ 4 էլ կար, հա, դե ասենք ստացվում է։ Ես հիշում եմ հորս որդովունքը, հորս ռեակցիան, այսպես ասեմ, ու իմ վախը, որ առաջացավ առաջին անգամ։ Նա անկեղծ ասած, այդ օրագիրս շատ անհարգալի ձևով սենց շպրտեց մի կողմ ու ասեց, գիտես, այնպես չանես, որ ես ամաչեմ, որ դու, ասենք, ամաչեմ, որ դու իմ աղջիկն ես։ Այդ մեսաժը այնքան ինձ հետագայում կյանքում դու ապրեցիր դրա համար։ Նորից երկրորդ անգամ վերադառնում եմ հորս ներկայությանը, որովհետև եղել են մի քանի մեսաժներ, շատ չէ, ինքը մարդ էր, որը որ շատ չէր խոսում, բայց ասենք, էլի եմ ասում, թե վախը, թե հարգանքը, ես չեմ կարող հիմա ասել կոնկրետ որ զգացմունքներ իմ մեջ տիրում, երևի փոքր ժամանակ ավելի շատ վախը։ Եվ այդ մեսիջը իմ համար շատ մեծ հարված էր, ես հասկացա, որ եթե ես 4 ստանամ, հա, եւ ոչ թե 5, ուղղակի իմ հայրը ինձանից կամաչի։ Եվ ես այդ օրվանից սկսած էլ եմ ասում, ուսմանը սկիզբն էր, առաջի թե երկրորդ դասան է, այդ ժամանակ դրեցի ինչ որ մի բարիեր իմ դիմաց, բարձր բարիեր, ինչ որտեղ ցավոք սրտի, որովհետև դա ինձ շատ մանկական երազներից ու մանկական կյանքից զրկեց։ Հիմա որ կարողանում եմ իմ ադուլտի, իմ մեծահասակի ուղեղով երբեմն վերանայել իմ կյանքը, որովհետև ես շատ հաճախ իմ համար դա կրկնում եմ, որ Մարիան մինչև վերջի տարիներս ես չգիտեի Մարիան հիմնականում ով է, հիմնովին չէի ճանաչում իրան, ինքս ինձ։ Ու ես կարծում եմ մենք բոլորս ենք այդպես, որովհետև մենք ինչ որ ստանում ենք որոշակի ժառանգական գենետիկ ինֆորմացիա, ծնվում ենք որոշակի ընտանիքում, ապրում ենք մեր որոշակի կյանքի ընտանիքում, հետո հասնում կյանքում արդեն ըստ սիտուացիայի, ըստ դրվագների մենք գտնում ենք մեր ուղին, կամ չենք գտնում։ Ինձ թվում է այդ մեսիջները, որ մենք ստանում ենք մեր մանկական հասակում ծնողներից, այդ կոդավորումը, հատկապես նորից եմ կրկնում մեր սերունդին բնորոշ, ունենում է շատ մեծ ազդեցություն ապագայի վրա ու այսօր ինձ թվում է ես ուղղակի կրողն եմ մի քանի մեսիջների, որ ստացել եմ մարդուց, որը որ իմ համար շատ կարևոր է եղել որպես պերսոնաժ, որին ես հարգել եմ ու իր կարծիքը իմ համար եղել է կարևոր, ու դա ինձ ուղղորդել է իմ կյանքի ընթացքում, մինչև որ ես սկսել եմ ինքս ինձ հարց տալ ով եմ ես եւ ինչ ընդհանրապես ես այս կյանքից ուզում։ Բայց մինչև որոշակի մեծահասակ տարիք իհարկե այդ հարցը չես տվել։ Այդ հարցը ինձ ես չեմ տվել։ Ես ուղղակի առաջնորդվել եմ այն զգացմունքով, որ ես այդ բարիերը, այդ ինչպես է բարիերը, հա, բանը կրիտերիան, բաները, հա, ստացել եմ որպես հաղորդագրություն հորցս, առանց բացատրության։ Ուղղակի դա եղել է գուցե մի նախադասություն, դա եղել է սիրո ապացույց քո կողմից, որովհետև քո հայրիկի հանդեպ ունեցած քո հարգանքը, սերը ու այդ տպավորությունը, որ դու ներտպավորված էիր հայրիկից, ասենք ես չեմ կարող ասեմ վախ էր թե ինչ էր, բայց ինքը քո համար ասած քեզ պերսոնաժ էր, անձ էր, որը քեզ գերում էր, որը քեզ կլանում էր, որ դու շատ հարգում էիր ու դու հատկապես չէիր ուզում, որ ինքը հիասթափվեր։ Այո։ Այսինքն ավելի շատ դա է ու դա դառնում է կյանքի ամբողջ կյանքի բան, ոնց որ ես միշտ ծառով ասում եմ պապան դեզ Հակոբ ջան, ես ասում եմ դու միշտ Հակոբ ջանյանն ես մնում, որտեղ գնաս պապայի ուսանողներն են, պապայի անգամ ստեղ Բելգիայում չեմ ուզում քեզ ասեմ կանվաներ, որոնք պարտականացնող են։ Այո։ Դու չես կարող այդ պումանկան իջացնես
Դրա համար Այո, ու ցավոք սրտի այդ պլանկան, այսպես ասած, շատ բարձր էր դրված իմ համար, շատ բարձր էր դրված ու ես դրան պետք է անպայման ամեն գնով հասնեի։ Ու դրա համար ուսուցողականս process-ը եղել է արդեն այդ ստացած հաղորդագրությունից հետո այնպես լինի, որ ինձանից հանկարծ հայրս չհիասթափվի, ասեմ նաև, որ նա ժամանակ բացի հորիցս կար նաև մամայիս եւ պապիկիս պարագան, որը ինձ դաշնամուր նվիրեց, երբ որ ես 5 տարեկան էի եւ ասեց, որ շատ բարդ կլինի, որ ես այդ դաշնամուրի վրա նվագեմ։ Դա իմ մամայիս պապկն էր, Աշոտ Գևորգյանը, որը որ նորից իմ համար կարևոր պերսոնաժ էր, որովհետև շատ շուտ մահացավ, ցավոք սրտի, եւ թողելով ինձ այդ ժառանգությունը եւ դաշնամուր, որ առ այսօր դաշնամուրը ես ունեմ, Ռոյնի դաշնամուր է, շագանակագույն, որ ես չեմ կարողանում բաժանվել, ես 5 տարեկանից սկսեցի դաշնամուրի դասերի գնալ, ընդունվեցի ակադեմիան երաժշտական եւ այդ դաշնամուրը ես սովորեցի նվագել ու շատ սիրեցի։ Ավարտեցի այդ ակադեմիան 7 տարի հետո։ Այսինքն ուսուցման տարիներիս ընթացքում բացի դպրոցում պարտավորված լինելով սովորել մաքսիմում լավ հաջող գնահատականներով եւ նաեւ մաքսիմում լավ փորձել ավարտել ակադեմիան բժշկ երաժշտական նաեւ սիրել եմ սպորտը, շատ եմ սիրել սպորտը, լողի էի գնում, թենիսի էի գնում, բարի էի գնում, այսինքն սիրում էի փոքր ժամանակ բնակավարներում էին, ինչ որ մեկը սպասում, որ դու իրենց չհիասթափվես։ Այդտեղ մի փոքր բնակավար էր, որտեղ ես բախկվում էի, որ կարողանամ հասկանալ, թե Մարիամ Բատի, ասենք, դաշնամուր նվագելուց եւ սովորելուց փոքր երեխա է, որը որ ուզում է ուղղակի խաղալ, ապարել եւ երջանիկ լինել։ Հիմա որ հետագա նայում ես, ինչքան ասենք ճնշում պատասխանատվություն է, չէ՞ դրվում երեխայի ուսերին ու դա ասենք ասած քեզ մեր սերունդի յուրաքանչյուր ընտանիքի կամ յուրաքանչյուր ոճի ընտանիքի ուղերձներն էր դա երեխային ավելի լավը տալու ցանկանալու կամ չէ ասենք ինքնակ չենք խոսում այդ բոլոր ծանրության կամ այլն մաս հիմա նոր մենք հետադարձ նայում ենք տեսնում ենք դա նորմալ է հա ու մեր կողքներ էր այդպես շրջակայում էր այդպես այսինքն անգամ եթե մենք դրա մասին խոսայինք էլ մեր երներն էլ նույն ճանապարհով էին էլի գնում ուրիշ տարբերակ չկա դա մեզ որպես ուղեցույց կյանքի տալիս էին որ դու պետք է անես սա եւ ընտրություն չունես ու նույնիսկ չէր մտածի որ կարող է ընտրություն լինել կամ ասել իրավունքներ մտածել որ ծնողի ցանկությանը դեմ պետք է գնաս այն ժամանակ հատկապես որ դա քո լավի համար է էլի այսինքն դա է շատ կարեւոր չէ լավնա թե չէ մեզ չէին ասել որ տես օպցիա կա դա որոշված է քեզ ասում էին որ դու պետք է անցնես այս ճանապարհը նման ձևով եւ դու դա պետք է անեիր դու քեզ հարցեր է տալիս Ճիշտ է դու հիմա փաստորեն ընդվում ես բժշկական ինչ ժեներալիստ ընդհանուր բժշկություն հա ոնց ես գալիս քո հիմիկվա մասնագիտությանը այսինքն հիմա դու գլուխ պարանոցի բժիշկ ես եւ քիրուրգ նաեւ հա եւ մի շարք մյուս ոնց որ որակներ որ դու ունես ու անում ես որի մասին կխոսաս բայց բժշկականը ընդունվելուն պես ոնց ես հասնում այդ մասնագիտությանը ասեք թե օքեյ Ուրեմն երրորդ մեսաժը, որը որ սրանք մեսաժներ են, որ ստացա ու շատ կարևոր էր, ինչ եմ ուզում հիմքը ասել, որ հասկանալի դառնա։ 15 տարեկան էի, այսինքն 8-րդ դասարանից նոր էի ավարտել եւ պետքա արդեն բարձր դպրոց, այն ժամանակ բարձր դպրոցի 8-ից հետո էր եւ մասնագիտության ընտրություն լիներ արդեն։ Հաջորդ խոսակցությունը եղավ հորս հետ չգիտեմ երրորդն է որն է բավական խիստ ձևով որտեղ արդեն 3 տարեկան կամ 7-8 տարեկան չի արդեն 15 տարեկան է եւ այդ հաղորդագրությունը եղավ բավականին կոշտ կոպիտ ձևով ասելով որ աղջիկ ջան ճիշտ է ամառը արցակուրտներ են բայց ասենք դու ինչ ես գնում դրսում խաղում էլի ասենք դες ինչ գրադարան ունես տանը հրաշալի դե որը որ բոլորը համարյա կաթացել էի որտեղ նորից ընտրություն չունեի բայց ասենք դուրսը խաղալու տեղը գրադարանդ կարդա ու պլյուս ասենք դու ինչ ես մտածում քեզ մնաց 2 տարի
Մնաց 2 տարի, 15-16 տարեկանը, 17-ը արդեն վերջ համասարանի Արդեն պետքա պարապեի, որ ընդունվեիր, հա։ Էլի շատ խիստ ձևով այդ հաղորդագրությունը ինձ ասեց, գիտես, վալա, խաղալու ժամանակ դու էլ չունես, արդեն ասենք երեք չէի խաղացել, էլի խաղացի։ Հիմա ավելի լուրջ պետք է չկա, հա։ Չէ, հիմա արդեն ավելի լուրջ պետք է տրամադրվես, որտեղ արդեն սպասելիքներ կան քեզանից։ Այդ ժամանակ արդեն որպես դեռահաս աղջնակ, որ արդեն դու ունես քո սեփական ինչ-որ ձևավորված կամ ձևավորման ընթացքում քո եսը եւ ամբիցիաները, դա ես ընդունեցի շատ ցավոտ, ինչ պահով, որ ես արդեն իմ մոտ առաջացավ հակարեակցիա այդ մեսիջի, որ ասեմ գիտես, ասենք օքեյ, ես քեզ լսեցի, բայց հիմա ես քեզ ապացուցեմ։ Ու ասենք արդեն այդ ռեակցիան ինձ բերեց իմ հետագա քայլերին, որը որ դեպի համասարան էր բժշկական ուղղորդում, որտեղ այն ժամանակ ինձ թվում է նաև հիմա չգիտեմ հիմա կրթությունը ինչպես է, այն ժամանակ բժշկական ընդունվելը շատ դժվար էր, շատ բարդ էր։ Եվ ես կոնկուրսը շատ մեծ էր։ Այո, իմ տարին ընդունելության մի տեղ կոնկուրսի համար 20 դիմում կար։ Այսինքն պետք է լոկ շատ մեծ էֆորտ անել, որպեսզի հաջողություն լիներ։ Այսինքն այդ 2 տարիները ես իմ դեմ ունեի ոնց որ պատասխան տալու։ Ես մեսիջես անգամ ստացա, բայց արդեն պետք է պատասխանը տա, ես ցույց տայի ու ապացուցեի։ Իսկ իմ համար պահանջում էր վերջի 9-րդ 10-րդ դասարաններս հսկայական աշխատանք, հսկայական ներդրում, այսինքն դպրոցի հետ միաժամանակ նաև պարապելու էի գնում տարբեր մատիաներ, տարբեր առարկաներ, ֆիզիկա, հայերեն լեզու, այո, եւ կենսաբանություն, մաթեմատիկայի ուղղությամբ նաև, որտեղ հիմնականում խնդիրներ էին ընդունելության քննության ժամանակավորի, եւ մոտավորապես անկեղծ ասեմ 17-18 ժամ, դա աշխատանք էր պահանջում 24 ժամի։ Հսկայական։ Այսինքն գիշերները չքնել, մինչև 3-ը սովորել եւ այլն։ 2 տարին անցնելուց հետո ընդունվեցի բժշկական համալսարան, երջանկությունս ինձ եւ այսպես ասած հորս հայտարարակ չարեցի իր գոլեգաների առաջ, որ չամա չի ասի, որ եւ ավարտեցի գերազանցիկ։ Ավարտեցի իհարկե մաքսիմումը անելով, ինչքան որ հնարավոր էր ներդրումներով եւ բավական հաջողություններով, ավարտելուց հետո ընդունվեցի մասնագիտացման ուղին ընտրեցի, որտեղ երբ որ ավարտում ենք ընդհանուր բժշկական համալսարանը, ունենում ենք ընդհանուր բժշկի մասնագիտություն, բայց որակավորում այո, եւ ինձ ստացվեց ընդհանուր բժշկի մասնագիտությունը, այսինքն դիպլոմավորումը Երևանում այն ժամանակ կատարվում էր օպերայի շենքում։ Կառավարության ներկայացությամբ ու մեզ շնորհում էին դիպլոմները, դա մեծ պարծանք էր, այսինքն մեզ հստացույցով նկարում էին, որ մենք այդ տարվա շրջանավարտներն ենք որպես բժիշկներ։ Անուն առանուն ասում են, դիպլոմը հանձնում են եւ հեռուստատեսությամբ ցույց են տալի։ Ես գնացի դիպլոմի հանձնման արարողությանը, ստացա դիպլոմս, դա իմ համար մի հատ մեծ պարտանք էր։ Իհարկե։ Եվ դիպլոմ ստանալուց հետո վազելով եկա տուն, հորս տունը, որտեղ այն ժամանակ արդեն ամուսնացած էի, այո, կար նաեւ այսպես ասած ամուսնական տուն, բայց եկա հորս տուն, որտեղ հայրս մենակ էր տունը։ Արագ վազելով մտա շնչակտուր, դիպլոմս ցույց տվեցի, ասի՝ նայ, պապա, ես ավարտեցի, դիպլոմավորված բժիշկ եմ, հիմա տես։ Հայրս շատ լուրջ դեմքով վերցրեց դիպլոմը, բացեց, կարդաց, հատ, բոլոր տողերը, փակեց, տվեց ինձ հետ եւ ասեց՝ «Օքեյ, շատ լավ, իսկ հիմա ինչ ես անելու»։ Ես սարած, որը որ սպասում էի, որ ասենք կգրկի ինձ, կշնորհավորի ու կասի, որ ինձանով հպարտ է, փաստորեն նորից հակադարձ պատասխան, իսկ հիմա ինչ ես անելու։ Ճիշտն ասած, հարցը դեռ ինչ չէի տվել։ Այսինքն Չէ, դու ինքն երջանիկ էիր քո ձեռքբերումով, որ papan պետք է հպարտանար քեզանով, ու դու papayan չէր ամաչել քեզանով, որ ասենք դու այդ պահին ուզում էիր մի հատ գոնե այդ պահին լսեիր իր հպարտությունը։ Ես վստահ եմ, որ գիտես, ես շատ եմ տենց բաներ լսում, տարբեր, այսինքն տենց օրիենտալ տղամարդկանցից, որովհետև ինձ թվում է դա իրանց մեղքը չի։
իրանց չեն սովորացրել էմոցիա արտահայտել։ Ուժեղ տղամարդ, ես վստահ եմ, որ իր սիրտը ներսից պայթ է հպարտությունից, ուրախությունից, բայց այն ժամանակ տղամարդը չպետք է հուզվեր, ինֆորմացիա, բանաներ, ասենք տենց հիմա մի քիչ ուրիշ է տղամարդու, ասենք թե դերը, տղամարդու էմոցիաները, հիմնականում պապաները, մամաներն էին ուղարկում տենց բաների համար, ու իրանք հետևում մամայից հարցնում էին, հա ոնց էր, ինչ բան, չէ, ասենք, ես վստահ եմ, որ ինքը սիրտը պայթել է հպարտությունից, բայց հասկանում եմ, որ քո համար դա բավականին չէր, որպեսզի գնահատական լիներ քո ջանքերի, գործերի, հպարտության։ Իմ համար սյուրպրիզ էր դա, ոչ հաճելի իհարկե, բայց էլի ինձ հարցը տվեց, որը ես չէի տվել ինձ դեռ։ Չէի հասցրել դեռ։ Ես ինձ հարց տվեցի, թե օքեյ, ստացա դիպլոմս, հիմա ինչ եմ անելու։ Ու դեռ չգիտեի, մինչև օրը, որ նշանակված էր, երբ որ շրջանավարտները բժշկական համալսարանի պետքա գնային, այն ժամանակ ռուսերեն հապավումով կոչվում էր գիդուվ, դա բժիշկների վերապատրաստման կենտրոն էր, որտեղ պետքա մասնագիտություն ընտրվեր։ Եվ նորից առավոտյան գնացի առանց հասկանալու, թե ես ինչ եմ ուզում կյանքում անել հետագայում։ Պապային չէիր հարցրել։ Չէ, ինքը ինձ ուղղակի ասեց ինչ ես անելու, ինքը ինձ չտվեց որևիցե մի թողի ընտրությանը։ Այսպեսի բարիություն։ Դες ես կանեված չէ, պաստորի։ Ես այդպես մոլորված գնացի այդ օրը, որտեղ պիտի որոշեի այդ օրը եւ դիմումը ստայի հետ դիպլոմային վերապատրաստում։ Մտա այդ շենքը, մասնաշենքը, մոտեցա քարտուղարուհուն, գրիքը թղթեր կար այդ քարտուղարուհու դիմաց, ասեց ինչ եք դուք որոշել, ինչ եք ուզում որպես մասնագիտություն։ Ես ճիշտն ասած մի քանի ուղղությամբ մտածում, գինեկոլոգիա, նեոնատոլոգիա, անեստեզիստ եւ այլն, բայց չգիտեի կոնկրետ ինչ եմ ուզում, ասեցի գիտեք պետքա մտածեմ։ Բայց գիտ կոկորդը դրանց մեջ չեն մտնում։ Չէ, բացարձակ։ Ես մտածում եի ամեն ինչ ես կընտրեմ, բացի քիթ կոկորտ ականջ մասնագիտությունից, եւ այդ քարտուղարուհու դեմը թղթեր էր դրած, որտեղ ես իր հետ խոսալով միաժամանակ աչքի տակով նայում էի ինչ թղթեր են։ Դրված էին բոլոր սպեսիալիստների դիմող շրջանավարտների թերթիկները եւ ազգանունները։ Բոլոր թերթերի վրա կային ինչ որ որոշակի ազգանուններ, որոշակի քանակի։ Կար մի թերթ, որը ամբողջությամբ լցված էր, տեղ չկար, ու դա իմ ուշադրությունը գրավեց, ես խնդրեցի, ասի կներեք, սա որ մասնագիտությունն է այսքան մեծ դիմումով, ասեց սա քիթ կոկորտ ականջի մասնագիտությունն է։ Отличница։ Ես վերցրեցի նայեցի, այնտեղ նիսկ այնքան շատ էր դիմումը, համապատասխան 3 տեղ էր, թե 4 տեղ էր այդ տարվա կոնկուրսին, բայց ամբողջ այդ հսկայական լիստը լցված էր անուններով, ասի օքեյ, իսկ որոնք են անցողիկ բալերը այդ մասնագիտության, ասեց քանակը ճիշտ ասած չեմ հիշում, բայց ասեց ենթադրենք 26-ից ավել անցնում են կամ 26-ից պակաս նոկներս 26-ից պակաս չարժի դիմել, որտեղ իմաստ չունի այդ 4 տարի համար 26-ից ավել կամ այն ժամանակ 56-ից ավել, չեմ էլ հիշում այդ թիվը։ Հնարավոր է 50-ից, որտեղ 3 հատ քննություն է 20-20, դա ընդունելության համար, բայց ավարտական այդ չեմ հիշում իրանց համար որն էր կրիտերիան։ Ասեց այ եթե լինես այսքանից ավել, ուրեմն կարող հույս կա։ Ես նայեցի իմ գնահատականների թերթիկը եւ տեսա, որ ես այդ իր ասացի մեջ մտնում եմ։ Ասի օքեյ, դե ուրեմն իմ ազգանունն է գրեք այդտեղ։ Փաստորեն պապայի սիստեման աշխատեց։ Պապայի սիստեման 3 դու նայեցիր տեսար այդ երկար ցուցակը, ասեցիր ես որ ստեղ ընդունվեմ, պատկերացնում եմ պապան ինչ հպարտ կլինի, ինանով իսկ թվում է մեխանիզմը դա իր ավելի շատ, այսինքն ես կարամ մեխանիզմը էր, որ ասեցի ամենասկզբից պատմությանը, սա բարիերն էր, որ ես ստացա 7 տարեկանում, որ այդ բարիերից ներքև իրավունք չկա։ Այսինքն ընտրեցի էլի ամենադժվարը, որը որ երջանկությունս ինձ, որտեղ եթե զղջում կունենայի հետագայում, կարող էի իմ ունեցած վաստակած բալերով անցնել եւ դիմել։ Դիմեցի այդտեղ, բայց ինչու ծիծաղալու պատմություն ասեմ մի փոքր, ինչու հենց ամեն ինչ կուզենայի բացի քիթ կոկորտից, որտեղ անցել էի ստաժ համալսարանի տարիներին, որտեղ երեխաներին կապում էին փոքր ու գլանտները հեռացնում էին, ամիգդալները, շիկները, այդ երեխան գոռում էր, աչքերը փակում էին, բռնում էին զորով, այդ երեխան գոռում էր, ղժում էր, լացում էր ու այդ արյունը խառը թուքը թքում էր բժշկի վրա ու այդ բժիշկը պետքա տեղային ակայացումով այդ նշիկները հեռացներ։
Ես որ դա տեսա, ես այդ ստաժը հազիվ ավարտեցի, ու ասի ես ամեն ինչ կընտրեմ, Երբեք։ բացի քիթ-կոկորտական մասնագիտությունից։ Աստորեն։ Ու այնպես ստացվեց, որ ես հիշելով այդ ահավոր պատկերը, այդ երեխային արյունախառը կապած ու ողբը այդ երեխայի, ես ամեն դեպքում ընտրեցի այդ մասնագիտությունը, որովհետև այդ միակ մասնագիտությունն էր, որը գրեթե անհնար էր անցնել տարի։ Անցան օրեր ինձ զանգահարեցին եւ ասեցին, որ անցել եմ կոնկուրսը եւ իմ դասընթացները սկսում են ենթադրենք սեպտեմբերի 15-ից 16-ից եւ այլ եւ այլ։ Բախտ ունեցա ընդգրկվել մի թիմի մեջ Միքայելյան ինստիտուտի այն ժամանակ, որը որ ուներ մասնագետներ մի քանիսը, որոնք իմ կյանքի համար դարձան էական ուղղացույցներ, եւ սկսեցի մասնագիտացումս քիթ-կոկորտական մասնագիտությամբ Միքայելյանի ինստիտուտում։ 1 տարի հետո անցնելով քիթ-կոկորտականջաբանության մինիմում բազան, երբ որ քննությունս հանձնեցի եւ տեղափոխվեցի երկրորդ կուրս, ես զգացի պահանջ ավելի շատ ուսման, որովհետև ինչպես ասեցի, ինձ այդ հին մեթոդները, բժիշկները հեռացնելու տեղայինով եւ այլը եւ հայմորյան խորոչի հանդեպ ունենալով հասանելիություն, կտրելով ամբողջ դեմքը, ծնոտը եւ այլը, ինձ շատ թվում է վայրագ, բայց դա էլ սովորեցի առաջին կուրսում, բայց ես գտա, որ ես պետքա նոր մի բան սովորեմ։ Եվ հնարավորություն ստեղծվեց գալու Բելգիա, Գենտ քաղաքը, Ուզետ Գենտը, համալսարանական կլինիկան, պրոֆեսոր Դհուխի կլինիկան, որտեղ ես որպես ստաժիեր 10 ամսով կարողացա անցնել իմ մասնագիտությունը շարունակել 10 ամիս, որտեղ ես նոր հայտնաբերեցի մի աշխարհ, որին սիրահարվեցի, անկեղծ ասած։ Ես սիրահարվեցի մասնագիտությանը ու բացահայտեցի մի լրիվ ուրիշ աշխարհ, ուրիշ հնարավորություններով։ Ես գտել էի Երևանում ոչ մի ընդհանուր բան չկար։ Ես իհարկե շատ շնորհակալ եմ Երևանի կլինիկային, որտեղ ստացա իմ հիմնական գիտելիքները, իհարկե հետո նորից վերադարձա այնտեղ, 3 տարի գնում գալիս էի, բայց բազան ցույց տվեց, որը որ շատ օգտակար էր իմանալ, շատ պետք էր ու շատ հարստացուցիչ էր, enrichissant էր իմ մասնագիտության մեջ, որտեղ ես գիտեի բաներ, որոնք այստեղ ուսանողները չգիտեին, որտեղ դրանք ասենք մեթոդներ էին, որոնք 30-40 տարի առաջ այլևս Իսկ երկու կողմանի դու կարողացար համ տրադիցիոնալը, որը այստեղ գուցե մի քիչ ավելի մոռացվում է, համ էլ ստեղի նորամուծությունները կարողանաս ոնց որ երկուսն էլ համատեղես իրար հետ, որտեղ ասենք տեսոթիկի Հայաստանի բժշկությունը շատ հիմնական ու ասենք իրանք ձեռքի մասնագետ են։ Այսինքն այստեղ շատ լավ այդ ապարատներ այդ ամեն ինչերը, բայց ասենք այն դպրոցը որ անցնում ես Հայաստանում, դա ուրիշ է, բայց իհարկե շատ կարևոր է նաև տեսնել, որ գոյություն ունեն նորություններ, որոնք հնարավորություն են տալիս ավելի քիչ վայրենի ձևով երեխաներին վերահատել։ Եվ ոչ միայն երեխաներին։ Ու փաստորեն դու տենց դրանից հետո արդեն սկսեցիր երևի աշխատել Բելգիայում, տենց տեղափոխվեցիր, չէ։ Շատ հեռու ենք Մարիա դրանից, բայց հասնում եմ, կամաց պատմությունս կհասնի դրան։ 10 ամիս մնալով որպես ստաժիեր Ուզետ Գենտ համալսարանական կլինիկայում, վերադարձա, կներեք, հետո Մոնգոդին գնացի, արդեն քանի որ ինձ ճանաչում էին, որտեղ գետում խորհուրդ տվեցին, որոնք են ենթադրենք ինձ հետաքրքրող բաժինների լավագույնը Բելգիայում եւ 2 ամիս անցա Մոնգոդինում նորից ստաժ եւ 1 ամիս Բրյուսելում Սանտան-Սան-Ռեմի կլինիկայում։ Դրանից հետո վերադարձա նորից Հայաստան, որտեղ անպայման ուզում էի կապս պահպանել Հայաստանի հետ եւ գտնում էի, որ Երևանից դեռ սովորելու շատ բան ունեմ։ Վերադարձա այնտեղ եւ 5-6 ամիս հետո նորից սովորեցի, հետո նորից եկա Բելգիա, որտեղ վերջի կլինիկան, որտեղ որ անցել էի ստաժս, Սանտան-Սան-Ռեմի, այնտեղ նորից ստացա հնարավորություն հրավերք ուսումս շարունակելու եւ այդպես մինչեւ 2003 թվականը 5 տարի մոտավորապես ինտերվալով անընդհատ գնում գալիս էր այստեղ Բելգիա եւ Երևան, մինչեւ 2003 թվականին ավարտեցի
քիթկոկորտ ականջաբանության բաժանմունքը Երևանում, ստացա դիպլոմս եւ այնտեղ ընդունվեցի աշխատանքի Նայիրի բժշկական կենտրոնում առաջի անգամ այնտեղ եմ սկսել իմ աշխատանքային փորձը եւ նորից 6 ամիս հետո այստեղի Բրյուսելի կլինիկայից ինձ եղավ հրավերք որ արի 6-7 ամսով եթե ուզում ես նորից աշխատելու եւ այդ արդեն որպես դիպլոմավորված քիթկոկորտի բժիշկ վիրաբույժ ես եկա այստեղ նպատակս ինչ էր նպատակս հիմնականում սովորել քթի հարքթային խոռոչների վիրաբուժությունը էնդոսկոպիկ եղանակով, որը որ հնարավորություն էր տալիս առանց այդպիսի կտրվածքների եւ խորը վնասվածքների քթի խոռոչից, քթի անցուղիներից հատուկ տեխնիկայով էնդոսկոպիկ մեթոդով ունենալ հասանելիություն բոլոր հարքթային խոռոչներին վիրահատել այդ խոռոչները մինիմում ինվազիվ մեթոդներով եւ այդտեղ ես որոշեցի որ իմ ցանկությունը մասնագիտանալու այդ բնագավառն է եւ ընտրեցի ռինոլոգիան սինուսիտներ ռինոլոգիան քթի խոռոչը եւ այսօր հավատարիմ եմ մնացել իմ ընտրությանը ու երջանիկ եմ որ կարողացա շնորհիվ իմ գոլեգաների շնորհիվ Բելգիայի արդեն հաստատված դպրոցի սովորել, ինտեգրվել ու դառնալ մասնագետ, որովհետև քիթկոկորտ ականջաբանության ընդհանուր բնագավառում էլ մենք ունենք մեր սպեսիալիզացիաները, ենթասպեսիալիզացիաները, որոշները ականջաբանության բնագավառում, որոշները քթի եւ խոռոչների բնագավառում, որոշները կոկորտի եւ արանոցի վիրաբուժության հիմա ես համարվում ընդհանուր գլուխբարանոցի մասնագետ որպես ցանկացած այլ Բելգիայում 5 տարի վերապատրաստված ոչ թե վերապատրաստված այլ սովորած մասնագետ բայց ամեն մեկս ունենք մեր սպեսիալիզացիան դե որ ոնց որ յուրաքանչյուր բնագավառում այո դենք ընդհանուր բնագավառը հետո կա արդեն ավելի մասնագիտական խորատումները որտեղ ամեն մի մաս ունի իր յուրահատուկ բաները ամբողջովին փաստորեն որ դու որ թվից ես հիմա արդեն Բելգիայում ավելի կոնկրետ ավելի երկարատև մշտական ասենք ես ապրում եմ Բելգիայում արդեն որպես քաղաքացի 2005 թվականից կարելի ասել բայց մի ամբողջ կյանք հա բայց մի քանի ամսով նորից ընթացքում գնացի Հայաստան եկա բայց որ արդեն դիպլոմը ստացա ու ստացած տեղից հրավերքը հիմնականում արդեն ընտանիքի հետ դժվար էր երեխաներ ունեի որոնց համար լեզուները անընդհատ փոխելը հեշտ չէ անգլերեն ռուսերեն հայերեն Հայաստանում եւ ֆլոմաներեն ֆրանսերեն Բելգիայում անընդհատ լեզուներ իրան համար ֆլոմանական մասում էիք ապրում հա այո մշտապես ապրել եմ ֆլոմանական մասում բայց ինչու է ասում պատմությունս դեռ հեռու ենք ասելու աշխատանքս հիմնովին որպես մասնագետ Բելգիայում որովհետև երբ որ ընդունեցի հրավերքը եւ եկա Բելգիա այն ժամանակ ինձ որպես բժիշկ վիրաբույժ էին առաջարկում հրավեր դիպլոմների տարբերություն կար չէ այո ինձ առաջարկում էին որպես ասիստենտ սպեսիալիստ մասնագետ այսինքն ես չունեի իմ նյումերոինամին իմ համարը բժշկի եւ աշխատում էի որպես ասիստենտ եւ աշխատեցի տարիներ ու ես հասկացա որ ես չեմ կարող այստեղ բժիշկ աշխատել քանի որ ինձ շատ պարզ դա բացատրեցին Հայաստանը Եվրոպայի կազմի մեջ չի եւ եթե դու ունես Հայաստանի դիպլոմ եւ այդ դիպլոմդ էկվիվալենտ արված չի Բելգիայում կամ Եվրոպայում դու չես կարող ուղղակի աշխատել բայց իմ մեջ այդ ցանկությունը այնքան մեծ էր սովորելու այդ միկրովիրաբուժությունը քթի խոռոչների, որ ես ինձ չէի պատկերացնում ասիստենտ ամբողջ կյանքում կիսատ սովորած ինչ որ վերադառնամ այնտեղ ես ինձ միշտ կիսատ էի զգում այսինքն ինձ պետք էր որ ես լրացնեմ իմ ամբողջ բնագավառը եւ դառնամ լիարժեք մասնագետ ու ինչ տեղի ունեցավ ցավոք սրտի այդ տարիներում քանի որ լեզուս հիմնականում ֆրանկոֆոն եմ այն ժամանակ ոչ լիարժեք որտեղ ոչ թե ֆրանսերեն սովորել եմ դպրոցում այլ ֆրանսերենը սովորել եմ Բելգիա գալուց առաջ ընդամենը 4-5 ամսում արագացված կուրսերով, այսինքն նույն գրամերը լեզվի բազան իմ մոտ էր։ Այսինքն ես շփման որպես շփման լեզու է արագացած դասընթացները հիմնականում հիմնականում խոսակցական տրանսֆորմացիոն երևի այո, տրանսֆորմացիոնում եմ
սովորել, բայց ասենք չկար այն հիմնական բազան, որ ես կարողանայի անցնել համալսարանական դասավանդումներ, այո։ Բայց 3 տարի փաստը, որ ես հասկացա, որ ես երբեք չեմ կարող բժիշկ աշխատել, ես ինձ պետք է մի քանի որոշ ժամանակ, որտեղ որ դու աշխատում ես ասիստենտ, դու ամեն դեպքում առօրյա կյանքի մեջ ես, դու աշխատում ես, դու շփում ունես հիվանդի հետ, դու կոլեկտիվում ես եւ դա կարող ամբողջ մի կյանք տևի ու դու շատ գոհ լինես, Իհարկե, ասիստենտ ես, ասենք մասնագիտությամբ, ասես դե լավ, սա ունեմ, բայց չի։ Այո, բայց ինչ ինձ եղավ հատկապես այդ հրող գործոնը շրջադարձային իմ կյանքի, դա ասենք բաժանություններ իմ կյանքում 2013 թվականին, երբ որ ես բաժանվեցի եւ ինձ գտա երեխայի հետ, Դավիթի հետ, փոքրի հետ, որը ժամանակ 8 տարեկան էր, ես այստեղ չունեի դիպլոմ, ես ունեի փոքր երեխա իմ պատասխանատվության տակ, որը բացարձակայական ինչ-որ ցավոք սրտի ներկայություն չուներ, այսինքն ես պատասխանատու էի արդեն եւ իմ համար եւ երեխայի համար ու պետքա արդեն ինչ-որ մի բան իմ կյանքում փոխվեր։ Եվ ես չի կարող այդ փոփոխական պահը հենց այնպես բաց թողել, լինելով ասիստենտ ու առօրյա հոգսերով հոգալով։ Իմ մոտ դա առաջացրեց ինչ-որ ցանկություն ապացուցելու։ Այո, գուցե հերթական անգամ ինչ-որ բան ապացուցելու, բայց շատ դժվար էր, որտեղ բոլոր Դե երեխայի հետ, աշխատանքի հետ, դա շատ դժվար է սովորել նորից վերսկսելը։ Այո, շատ բարդ է, բայց ցանկություն կար ու շատ մեծ էր։ Երեխային ինձ ասում էին այն ժամանակա դու կարող ես ինտերնատ հանձնել, քանի որ հայր չկա ու դու գնալ սովորել։ Իմ համար դա անհասկանալի էր, որովհետև ասում եմ արդեն իմ երեխաս, ասենք, հայր չունի իր զգողության տակ, եթե մայրը չունենա, մի քիչ իմ դաստիարակության մեջ հանձնել երեխային ինտերնատ, որ այս երկրում ընդունված է, շատ լավ անք ունեն երեխաների ինտերնատ։ Շաբաթ կիրակի գալիս են, տեսնում են ծնողներին, գնում են։ Բայց իմ կրթության, բայց առօրյա պատասխանատվությունը իրանցից դուրս է գալիս, իրանք էլ կարան։ Իմ դաստիարակության մեջ իմ համար դա սրտի համար անկարելի էր։ Երջանկությունս ինձ կլինիկայում որտեղ աշխատում էի, ինձ պահեցին որպես առանց համարի մասնագետ, որտեղ աշխատում էի ժերիատրիայի բաժնում որպես ասիստենտ, պնևմոլոգիայի բաժնում որպես ասիստենտ եւ պնևմոլոգի, ժերիատրի եւ մեդիցին ինտերն թերապիայի բաժնում, այսինքն պատկերացնում եք հիդկոպորտի մասնագետը, որը գտնվում է ժերիատրիայում եւ պնևմոլոգիայում, ինչ որ առաջարկել են, ինչ որ սյուրվին հնարավոր էր, վալա, սյուրվի եւ սկսեց այդտեղ ինստանտ սյուրվի։ Ինչ պետքա ես անեմ։ Ես մենակ էի, հայրս արդեն ցավոք սրտի մահացել էր այդ ժամանակ երիտասարդ տարիքում ցավոք սրտի ու ահա այստեղ մի լրացում անեմ, որ մահանալուց առաջ ինքը ինձ կանչեց իր պալատ ու ասեց, որ ինձանով շատ է հպարտանում։ Առաջի անգամ գնահատումների մանցի, այսինքն կարողացավ մահանալուց առաջ ինձ դա ասել։ Ինչ զգացիր դու այդ պահին։ Երջանկություն, անչափ երջանկություն, անգնահատելի զգացմունք, էյֆորիա, որ ես հասկացա, որ իմ ամբողջ կյանքը Ինչքան լավ որ ասել է։ Գիտես ինչքան ծնողներ գնում են ու չեն հասցնում ասեն։ Հասցրեց ասել 63 տարեկան է, շատ արագ կայծակնային հիվանդությունից 2 ամսում իրան կորցրեցի, բայց մահանալուց առաջ չնայած արդեն ամբողջ մարմինը ի վիճակի չէր, բայց ուղեղը դեռ աշխատում էր ու ինձ այդ նախադասությունը հասցրեց փոխանցել։ Ու ես հասկացա, որ իմ կյանքը մինչև ծնվել եմ 74 թվին, 22 օգոստոսի, մինչև իմ մահանալս մարտի 1-ն էր, այդ ընթացքս իզուր չի անցել։ Ես ապրել եմ մի կյանք, որը որ գնահատվեց, որտեղ իմ համար կարևոր էր հորս գնահատականը, եւ դա գնահատվեց։ Եվ այդ գնահատականը հետագայում ինձ նորից ուժ տվեց, որ ես կարողանամ 0-ից նորից սկսեմ։ Եվ սկսեցի 0-ից։ Այսինքն ես այստեղ առանց դիպլոմ, իմ այն ժամանակ կիսագրագետ ֆրանսերենով,
Ես դա սկսեցի փնտրել արագ տարբերակներ, որ ֆրանկոֆոն երկրներում ես կարող եմ գտնել ռեալիզացիոնս եւ որտեղ Բելգիայում ժամանակ ֆրանսիական կողմը թույլ էր։ ոչ թե թույլ էր, փակ էր։ Իրանք նոր դիմումներ չէին ընդունում համասարանի համար։ Ոչ էլ նայում էին նոր դիմումները։ Գնացի ֆլոմանական կողմ, սովորեցի ընթացքում ֆլոմաներեն 2.5 տարի, էդ էլ ասեմ իմանանք, որ ասма ուսանողին հարցնում են ճապոնեն խոսում ես, ասма քննությունը երբ է։ Հենց այդ տարբերակն էր։ Այսինքն ֆլոմաներեն է սովորեցի, որ եթե սպասեմ ու տեսնեմ ֆրանսիական կողմը չի բացվում, գոնե այլ ընտրանք, պլան B կունենամ։ Գնացի ֆլոմանական կողմը, բայց հասկացա, որ ամեն դեպքում ուզածս ցանկությունս եւ հնարավորություններս իրար չեն համապատասխանում։ Եվ գտա ֆրանկոֆոն երկիր, դա Լյուքսեմբուրգն էր, որտեղ գնացի մենակով իմ ամբողջ դոսիեն ձեռքս ու դիմեցի ու բացատրեցի իմ պատմությունը ու խնդրեցի ինձ ուղիներ ասեն, երբ կարող եմ քո ասածից պես քննությունը երբ է։ Քննությունը երբ է։ Այո, ընդունեցին դոսիես, ինձ լսեցին իհարկե երկար ժամանակ, դոսիես ընդունեցին եւ 3-4 ամիս հետո պատասխանեցին, չնայած ամեն օր զանգում էի, արդեն անգիր գիտեին այդ մինիստրությունը։ Պատասխանեցին, որ չզանգես։ Պատասխանեցին, նշանակեցին քննության օր, այսպես ասեմ, ծիծաղելով քո եւ քննությանս օրը մոտավորապես տարի ու կես 2 տարի տևեց, մինչեւ որ ռևիզիոն ընդհանուրեցին, ընդհանուր բժշկություն եւ այլն։ Հա, ու քննություն հանձնեցի, որպեսզի էկվիվալենտ ստանաս, հա։ Էկվիվալենտը պարտադիր էր, առանց դրա դա փակ ճանապարհ էր։ Բարձա։ Մի բան հնարավոր չէր։ Եվ 2017 թվականին հա 2013-ից 17 արդեն տարի բալիկ էլ կար այդ հատումը ստացա իմ էկվիվալենտը Լյուքսեմբուրգում եւ վերադարձա Բելգիա եւ նորից ֆրանկոֆոն կողմը դեռ փակ էր եւ դիմեցի ֆլոմանական կողմին որպեսզի արդեն Լյուքսեմբուրգի բժշկության դիպլոմը լինի էկվիվալենտ Բելգիայում դա առանձնապես բարդություն չներկայացնեց որովհետեւ դա զուտ ադմինիստրացիոն փուլ է արդեն ես Լյուքսեմբուրգի բժիշկ էի եւ այստեղ խնդիր չառաջացավ բավական հեշտ մի քանի շաբաթների ընթացքում եղավ էկվիվալենտը Բելգիայում բայց դա բավական չէ այսինքն այդ էկվիվալենտ ընդհանուր բժշկությունն էր ինձ կոկորդը չէին արել դեռ ոչ ինձ ասեցին դու կարող ես ժեներալիստ աշխատել որպես ընդհանուր բժիշկ բայց դա իմ համար բավական չէ որովհետեւ ես վիրաբույժ եմ իմ գլխի մեջ իմ գործունեության մեջ այսինքն ես վերցեցի այդ նոր այսպես ասած դոսիես արդեն որոշակի հիմքերով եւ դիմեցի այստեղ մինիստրություն հետդիպլոմային սպեցիալիզացիոնի որպեսզի կարողանամ շարունակել իմ քիթ կոկորտ ականջի մասնագիտությունը եւ իհարկե ի երջանկությունս ինձ հանձնաժողովը ինձ ընդունեց լսելու համար ուղղակի լսելու ես ներկայացա հոկտեմբեր ամսին ներկայացրեցի իմ դոսիեն իմ ամբողջ պատմությունը իմ ուսումը Հայաստանում, Բելգիայում եւ այլն, այդտեղ 22 պրոֆեսորներ էին համասարանական 3 մասից Բելգիայի ֆրանկոֆոն, Բրյուսելից եւ ֆլամանական եւ իրանք իմ դոսին ինձ լսելուց մոտ 2.5 ժամ արվել իմ ինտերվյուն իրանց հետ 22 պրոֆեսորներ որոշեցին, որ այո, օքեյ, մենք ձեզ կընդունենք ձեր դոսիեն եւ ստացա 3 համասարաններից առաջարկ UCL, Libre, Université Libre եւ Liège, որտեղ որ կա 3 համասարաններում ունենք բժշկություն ամեն տեղ եւ այդ 3 համասարանների պրոֆեսորները ինձ առաջարկ արեցին ինչպես միշտ ես ընտրեցի ըստ ամենադժվարը UCL-ը այդտեղի պրոֆեսորը ինձ ասեց օքեյ խնդիր չկա բարով ես եկել բայց դու պետքա հանձնես քննությունները երկրորդ տարին ինքն բացատրեց ասեց բժշկությունը կներեք բժշկությունը չէ գլուխ պարանոց մասնագիտությունը 5 տարի է Բելգիայում որտեղ մեր ուսանողները հանձնում են երկրորդ տարվա վերջում իրանց առաջի քննությունը մասնագիտացման եւ 5-րդ տարվա վերջում երկրորդ մեծ քննությունը եւ հանձնում են travail de fin d'études այսինքն դիպլոմային աշխատանք եւ պաշտպանություն ուզում ես գաս UCL խնդիր չկա դե հանձնես 2 տարի 2 ամիս ժամանակ եմ քեզ տալիս
Դու պետք է այդ 2 տարի 2 ամսում հանձնես առաջ տարվա ամբողջ քննությունը, որը որ 2 տարի է պետք բարել, եւ հաջորդ 5 տարի հետո հանձնես երկրորդ քննությունը, travail de fin d'études, կապ չունի որ դու առաջ ինչ որ արել ես, դա ջնջում ենք, դա 0 է, դա կապ չունի, եւ défense de la profession, de doctorat, etc. Այդ ամբողջը երբ որ կհանձնես, կմտածենք, կխոսանք։ Voilà, ça իրա վերդիկտներ։ Նորից ես այստեղ ինձ համեմատում եմ մի մարդու հետ, որին որ նետում են օվկիանոս, այդ հաճախ եմ այդ օրինակը բերում, որտեղ իրոք, ասենք իմ կյանքի հիմնական պատմությունները դրա հետ են կապված լինում, ինձ ոնց որ նորից ներեին այդ օվկիանոսի մեջ ու ես պետք է ամեն effort, ամեն ջանք գործադրեի, որ դու մշտական ապացույցելու process-ի մեջ լինես քո կյանքում, չէ՞ պետք է ապացուցես։ Այո, չգիտեմ, ցավոք թե երջանկության, այդպես դա կյանքի պատմությունն է, դա իմ ճակատագիրն է։ Դա քեզ բերել անդեղ որտեղ դու կաս, բայց գիտես ես դրա համար եմ իմ հաղորդումը շատ սիրում, որովհետև կասեմ բախտավիճակում ինձ, որ մարդիկ վստահում են իրենց պատմությունները ու գիտես երբեմն տեսնել Մարիա Ռուժանյան, քիրուրգ, բժշկուհի, սենց Մարի հեշտ է թվում, բայց մի ամբողջ կյանք, մի ամբողջ ճանապարհ, մի ամբողջ, ասենք, ընտրությունների շարք եւ զրկումների շարք, հա, չէ՞, ասենք դրա փոխարեն դու հաշվի որ թվից որ թիվը, ինչքան ընդհանուր որ սովորել ես, ինչքան տարի սովորել եւ մշտական, ասենք, թե ինչ որ բաներով, չելենջներով, հա, այսինքն ոնց որ ասում դա ման եմ ես շատ սիրում, որովհետեւ սրանք պատմություններ են իրական մարդկանց մասին, իրական պատմություններ ու եթե այսօր ինչ որ մեկը կարա լսի այս ինտերվյուն, որը կամ կացի մեջ է արժի թե չարժի շարունակել բժշկական ճանապարհը կամ մի ուրիշ ճանապարհ, որտեղ սա ինչ որ նպատակի, կամքի ճանապարհ է, հասկանում ես, այսինքն դու կարա իր ասած քեզ ասիստենտ աշխատել զախ կյանքդ, կաշխատել, ված չէր լինի, բայց միակ մեսիջը, կներես խոսքդ կտրում եմ, միակ մեսիջը, հենց ուզում եմ մեր լսողներին ու կնդիրներին, հատկապես հայ հասարակությանը, որոնք հիմնականում անցել են դժվար ճանապարհ, դեղասինե եղել, արմատահան եղել իրանց երկրից, հայտնվել ինչ որ մի այլ երկրում, ուզում եմ ընդհանրապես մի հաղորդագրություն բոլորին ասել, կյանքում ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ, մի խուսափեք առաջ գնալ, մի խուսափեք փակ դռներից, որովհետև դռները, եթե այդ պահին փակ են, միշտ ունեն շրջանցման ճանապարհներ։ Միայն պետք է ունենաք նպատակ, ուր եք դուք ուզում հասնել, իմանաք ինչ ա ձեզ կյանքում պետք։ Երբ որ դուք հասկանաք ինչ եք դուք այս կյանքից ուզում, ճանապարհները միշտ հնարավոր է հարթեցնել, փակ դռները բացել ու հասնել այնտեղ որտեղ որ ունեք նպատակ, որովհետև կյանքի իմաստը իմ համար ամեն դեպքում դա է, որ ես ապրեմ իմ կյանքը այնպես, ինչպես որ ես ուզում եմ ու ես կհպարտանամ իմ կյանքի անցած ճանապարհով, կամքի ուժ եւ աշխատասիրություն, Մարջան, բարի բան անենք, ոնց ասեմ, չքրացնենք, չնվազացնենք մի ամբողջ, այսինքն ասենք դու ճանապարհ ես պատմում, բայց դրա կողքին երեխա, ընտանիք, կյանք, երիտասարդություն, այսինքն այդ ամեն ինչ ընտրություններ է եւ աշխատանքներ է ու ես չգիտեմ, ես որպես հայուհի, որ քո նման մարդու պատմություն եմ լսում, ես հպարտանում եմ, որ մարդիկ կարողանում են այդպես ճանապարհ անցնել, անկեղծ առանց ինչ որ դու գիտես ինձ ստից ինչ որ կոմպլիմենտների կողմնակից չեմ, բայց դա անտիշ ճանապարհ է, որը դու անցնում ես ու վստահ եմ, որ papan էսել նայում ու հպարտանում է, այդ հպարտանալու պահը մեր մեջ բոլորի շատ դրված է, մենք բոլորս ուզում ենք, որ այդ ծնողները հպարտանան մեզանով, դա մեր modus operandi-ն է, որը հիմնական մեր մեջ դրած է, մինչև մահ, ինձ թվում է, դա կարող է մահից հետո էլ այնտեղ կարողանանք ինչ-որ տենց բաներ անենք, գիտես, ցավոք սրտի իհարկե մեր հաղորդումից վստահ եմ, որ դեռ մենք կարանք ժամերով խոսալ ու վստահ եմ դեռ էլի կունենանք ինտերվյուներ երկրորդ, երրորդ, չորրորդ մասին քո կյանքի, որովհետև լիքն է ընտրություններով, որոշումներով ու մանրամասնություններով, որոնք շատ հետաքրքիր են։
Ցավոք մի քիչ սահմանափակ ենք ժամանակի առումով։ Ես շատ կուզեի նաև մի քիչ խոսեի, որովհետև բացի այդ ամեն ինչից, դու նաև ժամանակ ես գտնում բարեգործության համար, AMAB, հա, Armenian Medical Association Médicale des Arméniens de Belgique։ Այո, Այսինքն բժշկական ասոցիացիա հայերի Բելգիայում, չէ՞, որը երիտասարդ կազմակերպություն է։ Մի երկու բառ որ ասես, մեկ էլ կարևոր միջոցառում ունեք, դրա մասին ասենք։ Հետո ես մի քանի հատ շատ հետաքրքիր հարցեր եմ պատրաստել քամար, որ ես շատ կուզեմ տամ։ Սիրով Մարիա ջան։ Պատմությունս արագ ավարտեմ, որ անցնելով UCL ավարտելով քննությունները եւ այլը travail de fin d'études հանձնելով իմ թեզը, ստացա վերջապես իմ համարը բժշկության ինամի համարը եւ 2020 թվականի հունվարի 1-ից արդեն համարվում է մասնագետ գլուխբարանոցի Բելգիայում։ Ցավոք սրտի 20 թվականի եղավ պատերազմը, որին բոլորս ապրեցինք մեր ցավը, մեր ձևով։ 2020 թվականին դու եկար այստեղ 2007 թվական, 2005 թվականին։ Ասենք 15 տարի ճանապարհ։ Այո, 15 տարի։ Ես ուղղակի ֆիքսենք այս պահը։ Ճանապարհ ու ասածից պես դուրս գալ կոմֆորտ զոնայից եւ այն ինչ թվում է հեշտ մարդկանց կողքից, ասել որ հեշտ չի։ Դրանք անքուն գիշերներ են, դրանք մեծագույն ստրեսեր են, դրանք անցած քննություններ են, ապացույցներ են, ոչ թե քո ժողովրդի, քո մարդկանց, այլ լրիվ ուրիշ մարդկանց, որոնք քեզ նայում են որպես կոնկուրանտ, ու ինչ ես դու ընդհանրապես այստեղ դու ինչ ես անում, ասենք դու բելջ չես, դու պետք է երկնակի ուժով ապացուցես։ Այսինքն պետք է բավականին դու մեծ պոտենցիալով իրանց ապացուցես, որ քո տեղը հենց այստեղ է ու հենց իրանց կողքին է։ Ինչ եմ ուզում ասել, հարցդ AMAB-ի մասին է։ 20 թվականին, երբ որ արդեն ես դարձա հավասար էկիվալենտ բելգիական մասնագետներին, սկսեցի աշխատել ու արդեն որպես բժիշկ ցանկություն կար համագործակցելու, գտնելու իմ նմաններին, այսպես ասած, Բելգիայում, եւ այդ պատերազմը եղավ պատճառ, որպեսզի մենք իրար գտնենք հայերին, որոնք ունեցել են նմանատիպ պատմություններ, հայտնվել են Բելգիայում, աշխատում են բժիշկը եւ հիմնել մի ասոցիացիա, որը AMAB կոչվում, ուրեմն Association Médicale Arménien en Belgique։ Հիմնել այդ ասոցիացիոնը եւ ամեն մեկս մեր ձևով որպես երիտասարդ ասոցիացիա փորձենք ներդրում անել մեր հայրենիքի մեջ, որովհետեւ ինչքան էլ այստեղ մենք հաստատվենք ու վերահաստատվենք ու հիմնավորվենք, բոլորիս մեջ խոսում է հայ գոյությունը, որը գենետիկ մենք ստանում ենք, որ հայրենիքը մեզանով հավարտանա։ Ստանում ենք մեր գենետիկ կոդը, որ մենք հայ ենք, որտեղ ինչքան էլ այստեղ հաջողություններ ունենանք, ես ամեն քայլափոխում, ամեն գոլեգայի հետ, ամեն ուսանողին կամ ստաժերին, որ հանդիպել եմ, առաջինը հպարտությամբ ասել եմ, որ ես հայ եմ ու պատմել եմ Հայաստանի մասին, ու մեր պատմությունը, ով ենք մենք, ու այն ժամանակ, որ հաշվարկ կտարեցիր 20 տարի առաջ, Հայաստան մասին այստեղ ոչ մեկ ոչ մի բան չի։ Իրանք չգիտեին նույնիսկ Հայաստանը որտեղ։ Ամենակ ազնավուրով էին մոտավոր Հայաստանը լսել։ Իրանք պետք էր պատմել, ասել, թե ով ենք մենք, ով է Հայաստանը, որտեղ է Հայաստանը, ով են հայերը։ Այդտեղ արդեն սկսեց իմ երկրորդ ցանկությունը ինքնահաստատման, որտեղ որպես բժիշկ ես ինքնահաստատվեցի։ Որպես հայ։ Հիմա պետք է ես որպես հայ այստեղ իրանց պատմեի մեր պատմությունը, դա just evidence, դա ուղղակի պետք է այդպես լիներ, դա սպոնտանե էր, դա նորմալ էր իմ համար։ Ու դրա համար պետք էր միասին լինեինք մենք, իմ նմաններին, մեր հայրենակիցներին, որոնք նորից այստեղ են, Շաքեն Բախշյան, Համլետը, Միրզոյան Համլետը, եւ ատամնաբուժներ իհարկե ունենք, Լիլիթ
Վիթազգանը չեմ հիշում։ էնդոկրինոլոգ Հա, Լիլիթը, Լուսինեն, մի խոսքով մի ամբողջ Մարգարիտան, հա, մի ամբողջ ցուցակ 70 հոգի չի, մոտավորապես 70 հոգի դա ամբողջ պրոֆեսիոն մեդիկալ, այսինքն բուժքույր, տեխնոլոգ, ռադիոտեխնոլոգ, անին շատ մեզ օգնում է, ուժանտիստ ունենք, չէ, շատ լավ, սետրակը, այո, ունենք ուժանտիստ, ունենք բուժքույրեր, ֆարմասիաներ, դանտիստներ։ Այսինքն, եթե դուք բժշկական բնագավառից եք եւ դեռևս չլսել ամաբի մասին, կցանկանաք ամաբին միանալ, ելի նմանապես ես կդնեմ կոորդինատները, թե ում կարող եք դիմել, որ գնաք համալրեք ամաբի ասոցիացիայի ցանկերը եւ մի խոսքով մի շարք ծրագրեր, բայց այս տարի դուք անում եք գալա նոյեմբերի 22-ին Պողոսյանի մոտ Վիլամպան բանը լինելու է ընդունելություն, համերգ, վաճառք, նպատակը։ Այո, ուրեմն ասոցիացիան հիմնավորվեց 4 տարի ագույցուն ունենք, երիտասարդ ենք, անփորձ ենք, շատ զբաղված ենք, ճիշտեր ենք, չունենք շատ ժամանակ այլ բաներով զբաղվելու, այլ գործունեություն անելու, չնայած ցանկությունը մեծ է, բայց սովորում ենք, փորձ ենք վաստակում, ունենք նպատակը մեկն է, նպատակը ծառայել Հայաստանի հայրենիքին։ Եվ այս տարի որոշեցինք, որ բնականաբար մեր պլանկանա շատ բարձր է, ինչպես միշտ, մեր գամ պետք է անենք ոչ այլտեղ, քան Վիլա Ամպան Պողոսյան հիմնադրամում, որը որ սիմվոլիկ է եւ հայկական իր ծագումով եւ շատ ճանաչելի է նույն բելգիական միջավայրում։ Այդտեղ կազմակերպում ենք գալա համերգ մի փոքր ընդունելություն եւ փոքր ճաշկերույթ կլինի ոտքի վրա, որտեղ կլինի համերգ, համերգին մասնակից կլինեն Հայաստանից եւ այստեղ Բելգիայում հայտնի երաժիշտներ, տենոր, որը որ օպերայի Հարի Ղուկասյանը հույս ունեմ որ կգա, դեռ պետք է իր ներկայությունը ամրապնդի կգա, լինելու է հրաշալի մի երեկո, բոլորիդ կոչ եմ անում եւ խնդրում եմ ներկա գտնվել, որտեղ դա մեզ էլ կտա մեծ ստիմուլ հետագա մեր գործընթացում, կատարվելու է ցուցահանդես վաճառք, որի եկամուտները ծառայելու է մի նպատակին, կոնկրետ այսօր նպատակը որն է, Արթիկի հիվանդանոցն է, որը որ գտնվում է բավականին հեռու ճանապարհներից, Գյումրիից եւ Հայաստանից եւ Երևանից, կներեք, եւ այնտեղ իրանք ունեն վիրահատարան, մենք մեր նպատակը այսօր այդ վիրահատարանը կահավորելն է եւ գործիքներով հագեցնելը, որպեսզի այնտեղի վիրաբույժը, օրթոպեդ, տրավմատոլոգը կարողանա տեղում աշխատել եւ ոչ թե հիվանդներին տեղափոխել Երևան։ Ու կարևոր բան ասենք, որ տեղի բժիշկները չեն ուզում տեղափոխվեն ուրիշ հիվանդանոց աշխատելու, ուզում են մնան աշխատեն իրանց Արթիկի հիվանդանոցում, այսինքն ինչը որ շատ կարևոր գործոն է, հա, այսինքն ոչ բոլորն են ձգտում դեպի մայրաքաղաք, հա, ու գտնում եմ որ դա ավելի ոնց որ արժեք է տալիս ձեր նպատակին, որպեսզի ուժեղացնեք տարբեր ռայոնների, հա, տարբեր շրջաններին գործունեություն ու օգնել իրանց, որ տեղում իրանք ինքնուրույն ձևով գործեն, ոչ թե ամեն ինչ ուղարկվի դեպի մեծ քաղաքներ։ Կենտրոնացված է շատ ցավոք սրտի, Երևանը շատ հագեցած է, շատ զարգացած է ու զարգանում է, բայց նպատակը այսօր շրջանները զարգացնել, շրջանները օգնել, համալրել մեր չափով։ Այսօր մենք փոքր ասոցիացիա ենք, երիտասարդ ենք, նոր ենք, մենք մեր չափով ենք ուզում, բայց ունենք մեծ ամբիցիաներ, մեծ հույս ու ցանկություն, որ գնալով ուժեղանալու ենք, հզորանալու ենք ձեր միջոցով, ձեր ներդրումների միջոցով, ձեր առատաձեռնության միջոցով, ամեն մեկը իր մեր բոլորի, ամեն մեկը իր ձևով։ Փոքր ներդրումը դա ձեր ուղակի մասնակցությունն է մեր փոքր հայրենիքին, որ այսօր ունենք ու մեր համար անչափ թանկ է։ Նենց որ խնդրում եմ, կոչ եմ անում, կլինեն փոքր փոխանցում
փոխանցումներ, մեծ փոխանցումներ, տարբեր ձևի կլինի օգնություններ։ հայտարարությունը, ինչպես կարող եք ձեռք բերել այդ տոմսերը, համեցեք, մասնակցեք, հրաշալի կադրը, հրաշալի միջավայր է, դա նախ ասեմ ամենից առաջ թանգարան է։ Հա, տեսեք այդ գեղեցկությունը, գնահատենք մեր հայ ֆակտորիարքայությունը, որի տերը հենց Մուսյո Բոգոսյանն է, Ժան Բոգոսյանը, որ առատաձեռնորեն մեզ բացեց իր վիլայի դռները, ու մենք կկարողանանք այսօր ձեր օգնությամբ եւ ձեր միջոցներով իրագործել այդ էվենման, այդ իրադարձությունը 22 նոյեմբերի եւ ամեն մեկս մեր չափով եւ հատկապես ասենք ներմուծած գումարը, ընտրված գումարի հետևանքով ստեղծված աշխատանքներ կտեսնեն, այսինքն սա կոնկրետ պրոյեկտին է վերաբերվում, ոչ թե ընդհանուր ինչ-որ օգնություններին, այլ կոնկրետ պրոյեկտի։ Մար մի քանի հարց եմ, շատ ինձ հետաքրքիր է այդ հարցը քեզ տալ։ Որոշ հարցերի վերաբերյալ խոսացինք, ինձ թվում է հարցերը շատ հետաքրքիր կդուլվեն ոնց որ քո պատմության մեջ։ Ո՞նց ես վերաբերվում դժվարություններին։ Հիմա քո կյանքում մի քանի հատ ունեցել ես։ Դժվարությունները դրանք բաղադրիչն են, ընդհանուր կյանքի մի մասն են։ Դա նորմալ է։ Այսինքն ես դրանց վերաբերվում եմ նորմալ, դժվարությունները ով ամես նախ ասել, որ մենք այս կյանքում ենք, առանց ամեն պետքա շատ լավ լինի եւ շատ մեզ չեն ասել, ուրիշներին ասել են։ Չի ասի դա։ Ինձ թվում է դժվարությունները մենք էլ ենք ընտրում մեր ճանապարհը, այսինքն մենք ամեն մեկս մեր չափով կարող ենք ընտրել մեր դժվարությունները։ Եթե մենք ուզում ենք ունենք որոշակի նպատակներ, այդ նպատակներին հասնելու ճանապարհը միշտ էլ ցավոք սրտի դժվար է լինում, իմ համար դժվարությունը դա նորմալ է, դա կյանքի մաս է։ Երբ ես վերջին անգամ նշել որևիցե ձեռքբերում կամ երբևիցե նշել ես քո ձեռքբերումները։ Ասենք ասել ես Մարջան, ապես, այո, որ սենց ճանապարհ ես անցել, դու քեզ գովել ես, քեզ։ Հա, ճիշտ ասած, այո, նշել եմ, դա եղել է իմ 50-ամյակը անցած տարի, հոկտեմբերի 5-ին նշեցի, որոշեցի, որ ամբողջ բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել իմ կյանքում, հատկապես Բելգիայում վերջի տարիներին, ես երեք չեմ նշել, որտեղ գտել եմ, որ դա նորմալ է ու պետքա քայլ առաջ հորս ասած, ինչ հետո ինչ պետք է անենք, սրան էլ հասար, հետո ինչ պետք է անես, բայց որոշեցի այդ տարին նշեմ իմ 50-ամյակը եւ նպատակը ոչ միայն ինձ շնորհակալ լինել ինքս ինձ, այլ ուղղակի իմ շրջապատին, իմ գոլեգաներին եւ բելգիացի եւ հայ, որոնք որ այդ ուղում ինչ որ չափով խաչվել են։ Գուցե չեն աջակցել, գուցե ունկնդիր են եղել, գուցե տեսել են, գուցե ինձ թևեր է տվել, հաջողություն են մաղթել, բայց ինչ որ չափով իմ կյանքում դեր են ունեցել։ Եվ ես ուղղակի ոչ թե հրավիրեցի ընկեր, ընկերուհի, ծանոթ, բարեկամ եւ այլն, նո։ Ես հրավիրեցի հատուկ մարդկանց, որոնք ինչ որ չափով այս վերջի 20 տարին իմ կյանքի, որ անցա Բելգիայում, ինչ որ ձևով, ինչ որ մի դեր ունեցել են իմ կյանքում։ Շատ կարևոր է։ Եթե ինչ որ մի բան կա, որի մասին դու զղջում ես, փոշմանում ես քո կյանքում։ Զղջում չեմ կարող ասել, որ զղջում եմ, բայց ես գիտակցում եմ, որ ամբողջ այս դժվար ճանապարհը, ոնց որ ասեցինք, այդ պլանկաները, որ դրվել է ու ամեն անգամ եղել է նպատակ հասնել դրան, ձևավորել են մի մարդ, որը որ ոնց ասեմ, որ ճիշտ լինի, որը որ անընդհատ ուզում է ինչ-որ մի բանի հասնել ու ապացուցել։ Եվ պրոֆեսիոնալ կյանքում դա իհարկե շատ լավ գիծ է, որովհետև դա քեզ տալիս հնարավորություն ձեռքբերումների։ Ու այդ ձեռքբերումները ապացուցված են ու փորձով ցույց են տալի, որ հնարավոր է այս պարագայում։ Բայց բաց է թողնված երևի մի փոքր մաս իմ կյանքի, դա իմ անձնական կյանքն է, որին ես երբեք ուշադիր չեմ եղել, երբեք նշանակություն չեմ տվել, բացի իհարկե իմ երեխաներից, որոնց որ մամա ես եղել, ոչ թե կին ես եղել անձնավորություն, կամ դու ուսանող ես եղել, կամ մամա ես եղել, կամ մասնագետ ես եղել, այսինքն այդ ամեն ինչում հերթը չի, այսինքն կարողացել
դու կարողացել ես անտեսել նա ինչ որ հնարավոր էր անտեսել, որտեղ չէր կարող անտեսել մամա, չէր կարող անտեսել ուսանող, չէր կարող անտեսել մասնագետ, պրոֆեսիոնալ կամ հաց վասակող, ասենք սենց նպատակ։ Այդ մի պահի մոտ մնացել է բաց, որտեղ դրան երբեք ուշադրություն չեմ դարձրել։ Դեռ ուշ չի։ Գուցե, իհարկե ուշ չի։ Հիմա արդեն 50 տարեկանում ասում են 50 տարեկանից հետո всё можно։ Հա, Ամեն ինչ կարելի է։ Մար, եթե ինչ-որ մի բան փոխեիր քո կյանքում հնարավորություն ունենա, այսինքն կախարդական փայտիկ ունենա ինչ-որ մի բան փոխեիր, ինչ կփոխեիր կամ կփոխեիր։ Ինչ կփոխեի։ Կուզենայի, որ Հայաստանում կյանք ավելի լավը լիներ։ Կուզենայի, որ իմ երկիրը լիներ ապահով, որ իր սահմանները լինեին ապահով, բնակիչները լինեին ավելի երջանիկ, դա անպայման իմ փայտիկով կփոխեի։ Իսկ իմ կյանքում, գիտեմ, չեմ կարծում, հարցը հեշտ չի։ Անձնական։ Սա իմ պատմությունն է, սա իմ ընտրությունն է, սա իմ ուղին է։ Երևի թե չէի փոխի։ Չէի փոխի։ Մար Շատ շնորհակալություն այս անկեղծ պահի համար։ Ինձ թվում է սա շատ օրինակելի ինտերվյու կլինի շատերի համար, ու ինձ թվում է շատ մեր հայերի մեջ իրանք քո պատմության մեջ որոշ պահերում իրանք կճանաչեն ու կվերքթեն քո պատմության մեջ, որտեղ ամեն մեկը իր պատմությունը ունի, ամեն մեկը իր ճանապարհը ունի, ինչ որտեղ ի շնորհիվ այդ բոլոր մեր ծնողների ուղերձներ մեզ դա բերել է, այն տվել այն ուժը, որ մեզ բերել է հասցրել այստեղ։ Մերսի քո ժամանակի համար, քո անկեղծության համար, Բելգիա ռադիոյի եթերում գիտեմ, այդ հաղորդումը իմ համար դարձել է արդեն կարևոր, որտեղ մենք կարող ենք անկեղծ խոսակցություններ ունենալ մարդկանց հետ։ Ունկնդիրներին էլ կասեմ, որ շատ ուրախ եմ, որ ժամանակ հատկացրիցիք, լսեցիք մեր զրույցը, եւ եթե ձեր դուր եկավ, գրեք ձեր կոմենտները, կիսվեք այս զրույցով, ուղարկեք ձեր ծանոթներին եւ ընկերներին, թող բոլորը, ինձ թվում է, երբեմն բոլորս կարիք ունենք այս պատմությունների, որպեսզի զգանք, որ մենակ չենք անցել ու հատկապես զգանք, թե ինչ ճանապարհ ենք անցել։ Այո։ Կուզենայի, որ մեր հայ ազգը որտեղ էլ որ լինի եւ ինչ որ եւ միշտ ա եղել, ապացուցել, ուժեղ լինել, շարունակել, հպարտ լինել, որ մենք հայ ենք, այո, ինտեգրվել, ադապտացվել ցանկացած օտարմիջավայրում, դա ամեն դեպքում անխուսափելի է, բայց պահենք մեր հայ լինելը, հպարտ լինենք, որ մենք կանք ու հայ ենք ու փոխանցենք մեր հաջորդ սերունդներին մեր լեզուն ու մեր սերը մեր հայրենիքի ու մեր ժողովրդի հանդեպ։ Շնորհակալ եմ Մարիա ջան, որ իմ կյանքի փոքր պատմությունը փոքր լսելի դարձավ եւ բոլորին մեծ ուժ ու կամք երկրորդ անգամ եմ կրկնում իմ մեսիջը, հա, իմ հաղորդագրությունը, կյանքում ամեն ինչ հնարավոր է։ Շատ կարևոր է։ Շնորհակալություն։